Բարի լույս հարգելի ռադիոլսողներ, ուրախ եմ ողջունել բոլորիդ եւ իհարկե շատ ուրախ եմ, որ կրկին եկավ շաբաթ առավոտը եւ մենք հնարավորություն ունենք վայելելու այն, որովհետեւ գիտեք, յուրաքանչյուր շաբաթ առավոտ դա մեզ մոտ երաժշտական է եւ մոտավորապես ժամ ու կես լսում ենք անմահական երաժշտական կատարումներ, իհարկե զրուցում ենք մեր հյուրերի հետ եւ փորձում ենք ապահովել ձեր հանգստյան օրերի լավագույն առավոտը, որը կուղեկցի ձեզ նաեւ եւ շաբաթ օրվա ընթացքում եւ կիրակի օրերի ընթացքում։ Ես Լուսինե Մուրադյանն եմ եւ առաջարկում եմ ոչ միայն մեզ լսել FM հաճախականությամբ, այլև մուտք գործել Հայաստանի հանրային ռադիոյի պաշտոնական կայք, մեր տուն, armradio.am, սեղմել դիտել կոճակը եւ հետեւել լայվին, որովհետեւ դուք գիտեք, որ մեզ կարող եք ոչ միայն լսել, այլև դիտել, նաեւ Facebook-ան հարթակում եւս լայվը գործարկված է։ Եթե դեռ չեք միացել մեր էջին, ապա շատ շտապ ուղեք այդ սխալը, հայատար գրում եք Հայաստանի հանրային ռադիո, մուտք եք գործում Facebook-յան հարթակ, հետևում լայվին եւ չեք մոռանում այսօր առավել քան ակտիվ լինել եւ ջերմ լինել մեկնաբանությունների դաշտում, որովհետեւ այսօր իսկապես ես հատկապես սպասում եմ ձեր ջերմությանը, ձեր ակտիվությանը, ձեր ծաղիկներին, սրտիկներին, փուչիկներին, որովհետեւ այսօրվա մեր երաժշտական խումբ չի իհարկե, ես ավելի շատ կասեմ, երաժշտական խումբը յուրատեսակ է, տարբերվող է, ինձ թվում է մենք այսօր շատ բաներ մեր մտքերում եւ մտածողության մեջ ենք փոխելու, լսելով այս երեխաներին, տեսնելով նրանց կատարումները։ Եվ այսպես, եթե պատրաստ եք ներկայացնեմ եւ այլևս չի երկարացնեմ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Խարբերդի մասնագիտացված մանկատան Ճախրուկ էթնո երգչախումբն է այսօր այստեղ։ Բարի լույս երեխաներ։ Բարի լույս։ Ասում եի, չէ, մենք սպասում ենք ձեր ծափերին, որովհետեւ գիտեք, հենց ձեր մեկնաբանություններն են փոխարինելու են ծափահարություններին, որ հաճախ արտիստները բեմից վայելում են, երբ ավարտում են իրենց ելույթը։ Եվ մենք այսօր զրուցելու ենք գլխավոր մեղավորների հետ, որովհետև եթե նրանք չլինեին, նրանց նպատակներն ու երազանքները չլինեին, նրանց համառությունը չլիներ, ապա այսօր այս երաժշտախումբը պարզապես չէր լինի։ Եվ այսպես եկեք ողջունենք Ճախրուկ էթնո երաժշտախմբի հիմնադիրներին Աննա Մխիթարյան, Անահիտ Մխիթարյան, բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք, որ վերջապես հասաք մեր ստուդիա, որովհետև գիտենք, որ դժվար է այդուհանդերձ գալ, այն ժամանակ տարիներ առաջ, երբ մենք միասին զրուցում էինք, դուք մի քիչ ավելի դժվարանում էիք երեխաների հետ դուրս գալ տարածքից, բնականաբար գիտենք նաև ֆիզիկական շատ հարցեր կան, հիմա արդեն կարծես թե երեխաները սովորել են, ես ճիշտն ասած մի բան պիտի ասեմ, հարգելի ռադիոլսողներ, շոկի մեջ էի, դեռ 3-4 րոպե կար, եթերից առաջ սպասում էինք, երբ պիտի գա ժամը եւ լռություն էր այստեղ, քար լռություն, իսկապես այսքան երեխա եւ լռություն եւ իհարկե երջանիկ դեմքեր։ Ես շատ ուրախ եմ, որ կրկին հանդիպեցի 10 տարի առաջ էր, երբ առաջին անգամ նրանցից շատերի հետ ծանոթացա, այդտեղ ամբողջությամբ փոխվեց իմ ներաշխարհը, տակն վրա եղավ եւ ես հասկացա, որ տունը այնտեղ է, որտեղ սիրված ես։ Եվ սա ամենագլխավորն է, եւ կարծում եմ, որ այդ տան ջերմությունը երեխաներին նաեւ ապահովեցիք դուք։ Եկեք գանք հենց սկզբից եւ պատմեք ինչպես ստեղծվեց Ճախրուկը։ Նախ շնորհակալ ենք այսօրվա հնարավորության համար, որովհետեւ բազմիցս ելույթներ ունեցել են մեր ճախրուկները, մենահամերգային ծրագրով են ելույթ ունեցել, նաև տարբեր համերգների են մասնակցել, բայց հանրային ռադիոյում, ուղիղ եթերում մեր ճախրուկների առաջին հնարավորությունն է, շնորհակալ ենք այս ամենի համար եւ զուգահեռ որ ներկայացրեցիք տարիներ առաջ, որ պատրաստվում էինք գուցե հնարավորություն ունենայինք ելույթի, երևի 5-6 համար հազիվ կարողանում էինք ինչ-որ տենց փոքրիկ ծրագիր կազմել, բայց այսօր մենք լիարժեք 12 համար, նույնիսկ ավելի մեծ համերգային ծրագիրը փոքրացրել ենք, որպեսզի համապատասխանեցնենք ձեր չափորոշիչներին։ Այս ժամանակ երազանք էր, չէ՞ թվում կարծես։ Մտածում էիք, ինքնաբերաբար եղավ, ինչպես եղավ, եկեք ես գիտեմ թեթև պատմությունը, բայց կուզեի ռադիոլսողներն էլ իմանային։ Գիտեինք, որ այսպիսի մի բան ունենալու էինք, բայց այդ ճանապարհը, ժամանակը, բարդությունը մի փոքր անկանխատեսելի էր։ Դժվարությամբ, բայց ունեցանք շատ բացառիկ, յուրահատուկ մի այսպիսի երաժշտախումբ, իհարկե ի շնորհիվ
այս լուսավոր մարդկանց, որովհետև եթե իրենց այսպիսի լավ տեսակը չլիներ, տաղանդի մասին չխոսեմ, որովհետև դա ժամ առ ժամ հայտնաբերվող, բացահայտվող process է։ Մենք գիտենք երաժշտաթերապիա կոչվածի մասին, որը հոգիներ է բուժում, որը ուժ է տալիս։ Այս պարագայում կարող ենք ասել, որ երեխաների համար ինչ որ չափ նաև սա ոչ միայն դարձել է արդեն մասնագիտական, այլև երաժշտաթերապիան իր գլխավոր ազդեցությունն է նաև ներգործում։ Իրականում հենց ամբողջ process-ը ինքը թերապևտիկ է ու բացի այն, որ երաժշտությունը մեզ է անհրաժեշտ, նաև անհրաժեշտ են մարդկանց, ովքեր որ լսում են։ Ես կարող եմ ասել, որ երբ որ process-ը սկսվում է անգամ մեր փորձերի ժամանակ էլ շատ յուրահատուկ նեյրոնային կապ է ստեղծվում ու շատ մթնոլորտ ամբողջությամբ ինքը փոխվում է։ Այսինքն մենք վստահաբար կարող ենք ասել, համ թերապևտիկ է մեզ համար, համ է մեզ ունկնդրողների։ Այդ թերապևտիկ է ձեզ համարը կանխեցիք իմ հաջորդ հարցը, ինչ է փոխվել ձեր ներաշխարհում, երբ արդեն սկսել եք աշխատել այս հրաշք երեխաների հետ։ Ոչ թե փոխել է եւ հիմա էլ շարունակում է փոխել ու մենք էլ փոխում ենք ուրիշների ներաշխարհը։ Այստեղ նաև կարծրատիպերի կոտրել, մտածողության փոփոխություն, հա։ Երբ որ պարզապես ապրում ես այսպես, դու չես մտածում որևէ կարծրատիպեր կոտրելու մասին։ Պարզապես պետք է ապրել ազնիվ, նվիրված քո գործին ու չմտածելով որևէ ինչ որ չափորոշիչներ փոխելու մասին կամ ինչ որ ստանդարտներ փոխելու մասին։ Դրանք ձեր գործողություններով տեղի են ունենում, ուզեք չուզեք։ Դա անդառնալի է։ Իրականացվող գործընթացներ են ու նաև ոնց որ երաժշտությունը մեր պարագայում պարզապես գործիք է։ Ամենակարևոր առաջնային ու հիմնական բանը որ կա, դա ուղիղ կապն է, երբ որ դու ստեղծում ես ու այդ կապի խզման մասին այլևս մտածել դու ուղղակի չես կարող, որովհետև դու ստեղծում ես պարզապես մի մեծ շղթա, որը իր հաջորդաբար շարունակություն է ունի։ Այստեղ թիմային աշխատանքն է իր գործն անում, փաստորեն երաժշտության միջոցով նաև երեխաներն են համախմբվում, սկսում են իրար զգալ, մտածել, իրար հետ աշխատել, միասին երազել։ Ինչ լավ բան ասացիք։ Դեվ ամեն ինչի հիմքում հենց երազանքն է։ Եթե ես 6 տարի հետ գնամ, հենց ամեն բան սկսվեց երազելուց, իրենց հենց երազանքից ու հիմա էլ շարունակվում է այդ երազանքները։ Երբ այսինքն իրենք հենց երազում էին որևէ երաժշտական գործիք, տիրապետ էին, հա։ Երբ որ մենք խոսում ենք, իրենք հենց բառացի ասում են, ուզում եմ դառնամ երաժիշտ ու առաջի հարցը ես ինձ տվեցի, ինչպես է դա հնարավոր ու հաջորդ հարցը ես ինձ տվեցի։ Ես արդյոք կարող եմ իրենց սովորեցնել, ոչ թե իրենց տաղանդի մասին է խոսք, այլ հենց իմ շնորհի, որ ես կարողանամ բացել իրենց տաղանդը։ Եվ ստացվել է, փաստացի, եւ սա խոսում է այն մասին, այն վառ դեպքերից մեկն է, որ նույնիսկ անհնարին թվացող երազանքները կարող են դառնալ իրականություն։ Պարզապես ուժերիդ պետք է վստահես, հավատաս, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ես կարծում եմ, որ չչարաշահենք ռադիոլսողների համբերությունը։ Հիշեցնեմ հարգելի ռադիոլսողներ, որ մեր այսօրվա հյուրերը յուրահատուկ են։ Ղարբերդի մասնագիտացված մանկատան ճախրուկ էթնո երաժշտախումբն է այստեղ, տաղանդավորագույն երեխաներ են այստեղ, նույնիսկ պատանիներ, օրիորդներ եւ այս պարագայում ես երբ մուտք գործեցի, առաջինը փնտրում էի ծանոթ դեմքեր, տեսնեմ ընկերներիս կհանդիպեմ, թե ոչ, այո, եւ ինձ համար մեծ պատիվ է այստեղ այսօր ձեզ ներկայացնելը։ Ինչ ենք լսելու առաջինը։ Ախ մայրում։ Ախ մայրում։ Գնանք։ Գնացինք։
Հիմա մեր եթերում ծափեր են հնչում, շնորհակալություն, իսկապես այստեղ ծափահարողների խումբ ունենք եւ եթերում հնչում են այդ ծափերը։ Շնորհակալ եմ, անչափ շնորհակալ ենք եւ ասեմ, որ on-line հարթակում արդեն բազմաթիվ մեկնաբանություններ կան։ Այո, մեր ռադիոլսողները ակտիվ են, ձեզ ծաղիկներ են ուղարկել, պաչիկներ են ուղարկել, սրտիկներ են ուղարկել, իմանաք էլի ռադիոլսողները, այո, Էդիկ Բաբուջյանը, Նարեկ Մկոյանը, Ռոզա Հակոբյանը, Կրիստինա Իսահակ Իսխանյանը, նրանք բոլորը ձեզ ջերմ ողջույններ են ուղարկում, այնպես որ իմացեք, որ արդեն կարողացել եք հասնել մեր ռադիոլսողների սրտերին, իսկ մեր ռադիոլսողները բավականին խստապահանջ են։ Եվ այսպես, արդեն կարծես թե երազանքի սկիզբը դրվեց, փորձեցիք անել, սկզբնական շրջանում փորձում եք իհարկե նրանց մոտեցնել ավելի շատ երաժշտությանը, ճիշտ եմ։ Հետո ինչպես կենացները քաղցրացան։ Սկզբից շատ բարդ էր իրականում, որովհետև մենք էլ չունեինք մեր տարածքը, որտեղ որ կարող ենք իրականացնել մեր փորձերը։ Միջանցքում ենք փորձեր անում, մի քանի գործիք ունենք ընդամենը, ու մենք ենք իրենց համար նվագում։ Մինչև 4-ը հաշվում ենք, ռիթմը այդպես բաժանում ենք, փորձում ենք ինչ-որ մի բան անել, չնայած հենց Խարբերդի մանկատանը կար երգչախումբ ունեն, հենց աշխատանքներ տարվում էր, այդ տեսանկյունից, երգի տեսանկյունից մեր գործը ավելի հեշտ էր, բայց կատարողական տեսանկյունից, որ մենք պետք է 0-ից սովորեցնենք նվագել հենց այս գործիքները, դե քանի որ մենք հենց մեր ազգային գործիքներին ենք տիրապետում, միանշանակ ինքը էթնո երաժշտախումբ պետք է չէր կարող քննարկվել, հա։ Եվ սկսեցինք առաջի մեր հենց համարը Մայրոն էր, 2 ամիս, երևի 2 ամիս, պետք է ասեմ 15 օր ենք աշխատել ու հենց մեր առաջի ելույթը տեղի ունեցավ տեխնիկային թատրոնում եւ այդ ելույթը դաջվել է հենց իմ հոգում, երբեք դուրս չի գա միանշանակ, որովհետեւ ամբողջ դալիճը այսպես ոտքի կանգնեց։ 17 մասնակից ունենք, հենց մեր խումբը այդքան մարդուց էր բաղկացած։ Իսկ հիմա որքան է խմբի անդամների քանակը։ Մինչև 50 հասնում ենք, բայց այսօր քիչ ենք իրականում։ Մինչև 50։ Ինձ ուրիշ հարցել է հետաքրքիր, այնտեղ ներքին մրցակցություն կա առողջ, որ ես էլ եմ ուզում հայտնվել ճախրուկում։ Կա, դրա համար մենք ճարը գտանք, որովհետև պետք է հաշվի առնել նաև հնարավորությունները եւ բացահայտենք, դա ժամանակ է պահանջվում, արդեն մեր դիմացի սենյակներն էլ մենք վերանորոգել ենք, որտեղ ազգային պարեր ենք, մենք չէ Անդրանիկի շնորհիվ պետք է արդեն սկսել է աշխատանքները դասավանդում ենք ու համ պարի տեսանկյունից ավելի իրենք կբացվեն ու ոչ մի այնտեղ չափորոշիչ չունենք, որ հստակ ով է պարելու կամ ով չի պարելու, բոլորս պարելու ենք, անգամ մենք ենք պարում այնտեղ։ Այստեղ նաև դուք նվագում եք։ Հա, նվագում ենք, բայց մի երազանք էլ ունենք, որ կգա մի օր, որ ես եւ Անահիտը հենց բենդում չենք լինի։ Կողքից։ Հա, ընդհանրապես մենք որպես երաժիշտներ կամ հանդիսատես կնստենք եւ ես կարծում եմ դա ժամանակի հարց է, հա, որովհետեւ սկիզբն էր ամենադժվարը, երբ ոչինչ չկար եւ պիտի ստեղծվեր։ Հիմա ինչ է, մի ամբողջ էթնո երաժշտախումբ կա այդուհանդերձ եւ ես նկատում եմ, որ այնքան երջանիկ են, այնքան նվիրված են այս աշխատանքին, կարծես ու հասկանում, որ իրենց տեղում են իրենց զգում։ Սա խոսում է ներքին բավարարվածության մասին, որը մարդու առաջընթացի համար լավագույն տարբերակներն է։ Ես նաև գիտեմ, որ Խարբերդի մասնագիտացված մանկատանը իհարկե բուժական ընթացքներ են տեղի ունենում, կախված իհարկե երեխայի խնդրից, բարդությունից, եւ այս պարագայում շատ կարեւոր է նաև, որպեսզի երեխան ինքը այսպես մարտական տրամադրվի լավ առումով ու փորձի ինքն էլ նպատակ դնի իր առջև, որպեսզի ել ավելի բարելավի իր վիճակը։ Կարող ենք ասել, որ այս երաժշտությունը եւս նպաստեց այդ ուղղությամբ։ Եվ դուք տեսնում եք, որ նրանք այսպես էլ ավելի փորձում են ամեն ինչ անեն, որ հասնեն իրենց առավելագույնին, նաև ֆիզիկական առումով ինչու ոչ։ Գործիքները, որ ընտրեցինք, հաշվի առանք իրենց ֆիզիոլոգիական վիճակները, որպեսզի տվյալ գործիքը նվագելով մենք չվնասենք, մի բան էլ մենք կարողանանք օգտակար լինենք։ Մեր Անգելինային հիշեցի, ինչ է ինձ նվագող գեղեցկուհին, սկզբում որ պարապում էինք իր համար, ոնց որ սա հատուկ ինչ-որ մի հատ շարժառիթ լիներ, պարկած տեղը անկողնում ձեռքերով այս վարժություններ այնք անում, որովհետև պետք է այդպես նվագել։ Ու բազմաթիվ այդպիսի շատ օրինակներ կարող եմ բերել,
նույնը Մոսոյի գործիքը լրիվ հարմարեցված է իր հնարավորություններին, որ իր դերում ոչ ոք չի կարող լինել։ Ահա, անհատական են, հա, այսպես անհատական մոտեցում է ցուցաբերվել։ Այս պարագայում նաև ուշադիր նայում էի, տեսնում էի, թե ոնց են իրար զգում։ Ես հիմա որ փորձեմ ինչ-որ բան նվագել, ես ամեն ինչ կփչացնեմ իհարկե, ես այդքան տաղանդավոր չեմ, բայց ես տեսնում եմ ինչպես են երեխաները զգում, երբ պիտի մտնեն տակտը, ռիթմը, ամեն ինչ այսպես իրենց մոտ կարծես հաշվարկված լինի, հա, ինքնահոսի դրված լինի, այդքան հասել եք փաստորեն։ Մենք սրան հեշտությամբ չենք Դե հասել։ բնական է։ Սա իսկապես նույնիսկ Բարդ աշխատանք։ որ փորձեր անում ենք ու հետո քննարկում ենք, ասում Աննա, այսօր ենք հասել, բայց բավականին աճելու դեռ տեղ ունենք շատ, որտեվ նորից նոր գործիքներ ենք ձեռք բերում, նորից նոր աշխատելու բավականին տեղեր ունենք, համարներ ունենք, որ մենք արդեն չենք նվագում ու մի օր Այսօր դուք կլսեք ամբողջ ծրագիրը կարծում եմ մի օր երեխեքը ինքնուրույն կնվագեն։ Ես էլ հույս ունեմ, որովհետև նրանց աչքերի մեջ այդ տեսնում եմ էլի այդ տրամադրվածությունը, որ էլ ավելին պիտի ձգտեն։ Ինչ լսենք հիմա։ Սարի սիրուն յար։ Ո, ինչ լավ գործեր եք ընտրել մեկը մեկից սիրուն։ Գնացինք։ Այո։ Այստեղ ծափեր են հնչում, բայց դուք էլ եկեք ձեզ ծափահարեք, որովհետև այո, բրավո։
Այնքան գեղեցիկ ներկայացրեցիք։ Ես իհարկե շատ կուզեմ, որպեսզի մեր, ոնց որ թե տեղավորվում են։ Շատ շնորհակալություն հիանալի կատարման համար։ Եվ շարունակենք հարգելի ռադիոլսողներ, հիշեցնեմ սիրելի ռադիոլսողներ, որ այսօր յուրահատուկ եթեր է մեզ մոտ, որովհետև մեր հյուրերն են Խարբերդի մասնագիտացված մանկատան ճախրուկ էթնո երաժշտախումբը եւ երեխաները արդեն այնքան պրոֆեսիոնալ մակարդակի են հասել, որ մեծ համերգներ են ունենում, քիչ անց նաեւ կտեղեկանանք թե ինչ համերգներ են նաեւ ունենում, բացի նրանից, որ առաջին անգամ հայտնվել են հանրային ռադիոյի ուղիղ եթերում եւ կարծես թե նոր գործ ենք, ուզում լսենք էլի։ Դե լավ, եթե ամբողջությամբ պատրաստ եք, ապա կարող ենք հաջորդը լսել արդեն։ Եվ հետո արդեն խոստանում եմ, որ կփորձենք զրուցել նաեւ երեխաների հետ։ Կրկին մեր եթերում ծափեր են հնչում, շնորհակալություն եմ հայտնում, իսկապես ապրեք, այդպես ծափարեք ինքներդ ձեզ, որովհետև սա կարևոր նախապայմաններից մեկն է, իսկապես շնորհակալություն եմ հայտնում, հիանալի, այսպես ընտրված կատարումների համար չեք ուզում գալ։ Եկեք շարունակենք մեր զրույցը, որովհետև բազմաթիվ հարցեր ունեմ, հիշեցնեմ հարգելի ռադիոլսողներ, որ իմ զրուցակիցներն են Ճախրուկ էթնո երաժշտախմբի հիմնադիրները Աննա Մխիթարյանն, Անահիտ Մխիթարյանը եւ ահա հենց նրանց ջանքերի շնորհիվ է, որ այսօր բազմաթիվ երեխաների երազանքներ իրականություն են դարձել։ Որ մտածում եք այդ մասին, որ երեխաների երազանքներ եք իրականացրել, ինչ է կատարվում ձեր ներսում։ Գիտեք,
նույնիսկ մեր համերգները շատ դեպքերում ուղղակի թեկուզ կարճ ելույթները ես միշտ համեմատում եմ աղոթքի հետ։ Ինքը կարծես դա լրիվ ուրիշ կապ լինի ու այդ երազանքներն էլ լրիվ ասոցացվում է ինձ համար աղոթքի հետ, որտեվ դա մտքեր է, որը որ շատ պատտվում է երեխաների մեջ ու շատ զրույցներ ենք ունենում այդ երազանքները, որ ծնվում է ու որը որ ինքը աղոթքի է վերածվում, վստահ եմ։ Ես այդպիսի մեկնաբանություն գտամ մեր երազանքներին։ Իսկ դուք Չգիտեմ, հիմա արդեն այդ կապը ստեղծվել է, նեյրոնային կապը, մի փոքր վերացարկվել եմ, կարծես ուրիշ տեղ լինեմ, բայց այն ինչը երազանքին է վերաբերվում հենց իրենց, այդ թվում նաև մեր, որովհետև ստացվում է, որ բոլորիս երազանքն է դարձել ու այսօր ճախրուկները ունեն այն հասել ենք այն որակական աստիճանի, որ վստահաբար կարող եմ ասել, որ ցանկացած բեմում իրենք կարող են հանդես գալ, աշխարհի ցանկացած բեմում, որովհետև համեստություն այս դեպքում չեմ անի, իրանք յուրահատուկ են իրենց ամեն ինչում ու գնալով իրանք որակապես էլ ավելի բացվում են ու շարունակական մեծ աշխատանքներ է մեզ սպասում։ Բավականին կազմակերպված են։ Այո, շատ իրենք գործիքները հավաքում են, մեզանից շատ լավ գիտեն, որը որտեղ պետքա դնեն, մենք ինչ-որ բաներ միշտ մոռանում ենք, բայց իրենք չեն մոռանում, իրանք իրար օգնում են, Չնայած աշխատակազմն էլ է շատ օգնում այդ հարցերում, բայց պետք է անկեղծ լինեմ, մենք շատ մեծ շեշտադրում ենք անում երեխեքի վրա ու շատ հենվում ենք, մենք նույնիսկ փառատոն են կազմակերպում, հարյուրավոր մարդիկ են մասնակցում, մենք մտածում ենք, որ մենք առանց երեխեքի ուղղակի դա չկարողանայինք։ Այստեղ on-line հարթակում Սուսաննա Էվոյանը գրում է. «Ապրեք դուք, շատ լավն եք»։ Ռադիո լսողներն են ձեզ գրում իմիջայլոց, անծանոթ ձեզ մարդիկ, այո։ Ալինա Ղազանչյանն ասում է. «Աննա եւ Անահիտ ջան, հարգանքներս սուրբ գործ եք անում», այո, հենց այդպես էլ կա, որովհետեւ այստեղ նաեւ բացի ցանկությունից նաեւ պետք են ուժ եռանդ եւ անկոտրուն կամք, որովհետեւ ամեն ոլորտում եւ ամեն երազանքի հետևից գնալուց բազում դժվարություններ կան, որ պիտի հաղթահարես ու երբեք չհանձնվես, մինչև վերջ պիտի գնալես պարագայում եւ այսօր խաղում ենք ձեր համառության արդյունքները, կարելի է այդպես ասել, եւ ասացիք փառատոն եք կազմակերպում, այսինքն միայն համերգներով չեք սահմանափակվել, դե եկեք մի քիչ էլ այդտեղից պատմենք։ Էլի ոգեշնչումը մերոնցից էր իհարկե։ Էլի իրենք են մեղավորը։ Այո։ Առաջինը իրենց համար կազմակերպեցինք, որ արդեն սկսում են նվագել, մի հարթակ պետք է ստեղծենք, որ երեխաները ելույթ ունենան, ու արդեն փառատոնի երկրորդ տարին ընդգրկվեցին նաև այլ մանկատանսաներ, ընտանիքում ապրող երեխաներ տարբեր կազմակերպություններից ու արդեն 5-րդ տարին էր փառատոնի այս տարի կայացավ, քանի որ 5-ամյակներ հենց Խարվերդի մանկատան այգում նշեցինք, բայց Ծիրանենիների մոտ, այո, իսկ մանկատան այգին հրաշք է ուղղակի, շատ մեծ, իսկապես հրաշք է այնտեղ, տարբեր մարզերում են լինում յուրաքանչյուր տարի ու այդ շրջագայությունը այդպես ոնց որ ինքնանպատակ չի, որպեսի առողջություն համայնքի գյուղերի մարդիկ եւս ակտիվ ներգրավվածություն ունենան ու նաև ոնց որ այդ աշխարհայացքը մարդկանց մեջ փոխվի ու կարծես թե ստացվում է յուրաքանչյուր փառատոնից։ Դուք մի հրաշք բանել եք արել, պատերից դուրս գնալ, շրջագայել, ճամփորդել, ճամփրուկ հավաքել, ավելի մոտ եք դարձրել իրականությանը, որը հաճախ մենք տեսնում ենք ցավոք, որ այդպես չի լինում, բայց արի ուտես այս պարագայում երեխաները գնում են շրջագայությունների, ամենաշատը սիրում եք շրջագայություններ գնալ մարզերով, թե ելույթներ ունենաք տարբեր բեմերում, որ հատվածն է ձեզ ավելի դուր գալիս։ Կարևոր ավանդույթները։ Լավ եմ, ինձ մի հարց Լավ, ինձ մի հարց է հետաքրքրում, ես ձեզ լավ եմ ընդունել։ Այո, վերջացավ, սա ամենագլխավորն է սպարագայում։ Եվ ինձ հետաքրքիր է նաև երբ դուրս են գալիս, մենք գիտենք, որ մարզերում ամենտեղ չի, որ բեմական հատվածներն են շատ լավը եւ այլն,
Պես ուղակի Մենք բեմը հավաքում ենք, դա էլ մեծ դժվար աշխատանք է։ այո։ Մենք մի քանի օր շուտ գնում ենք ու մեր գերնպատակը մեր ճախրուկներին տեղավորենք լավագույն հյուրանոցում, ամեն բան հարմարեցված իրենց համար, որ նաև իրենց համար հանգիստ լինի, ոչ միայն փառատոն։ Դե հարմարավետությունը կարևոր է, իհարկե։ Եվ փորձում ենք կարևոր օգտակարի հետ համատեղել, Ինչու ճախրուկ։ որովհետև ինքը թռչուն է ու շատ մոտ մեր ճախրուկներին, ճախրուկի երկրորդ անունը ճախրաբազե է։ Նմանեցրեցինք հենց մերոնց, որովհետև արտաքինից շատ նուրբ են, բայց ներսում իրենց բազեները Շատ քնածը ուժեղ։ պետք է Այո, արթնացնի, այո։ ինչպես բոլորիս ներսում։ Իրենք ավելի ուժեղ են իմիջելուց։ Շատ ավելի ուժեղ են, որովհետև այն ինչ մենք անում ենք, իրենք կրկնակի ուժ են էներգիա են ծախսում, որպեսզի դա անեն, այնպես որ բրավո ձեզ։ Լսենք հաջորդը։ Ինչ ենք լսելու հիմա։ Սասնա շորոր։ Ահա, հարգելի ռադիոլսողներ մինչ կտեղավորվեն եւ պատրաստ կլինեն, ես հիշեցնեմ, որ տաղանդավոր ճախրուկներն են այսօր մեր եթերում եւ զարմացնում են իրենց կատարողականությամբ։ Ես նաեւ անհամբերությամբ սպասում եմ, որպեսզի դուք ակտիվ լինեք on-line հարթակում, ողջևորեք մեր երեխաներին, գրեք լավ մեկնաբանություններ, ծաղիկներ, ծափեր ուղարկեք, որպեսզի նրանք էլ ավելի ողջևորվեն։ Հիշեք, որ այսօրվա հանդիսատեսը հենց դուք եք։ Կարծես թե պատրաստ են։
Ապրեք, բրավո։ Իդեպ on-line հարթակում բազմաթիվ բրավոներ են գրում մեր ռադիո լսողները։ Եվ ես կուզեի դուք ուշադիր լսեք, որովհետև սրանք ձեզ են ուղված։ Եվ այսպես Լարիսա Բաբայանը բոլորի ծափեր ու ծաղիկներ է ուղարկում։ Գրիգոր Գևորգյանը հավանության նշաններ ու ծափեր է ուղարկել։ Լուսինե Ասատրյանն է ձեզ ծաղիկներ ուղարկել։ Կարինե Միքայելյանն է ծափեր ուղարկել։ Ավետիս Մանուկյանը Կրասնոդարից է գրում եւ ասում է բարի լույս բոլորին Կրասնոդարից, ապրեք երեխաներ ջան, հիանալի կատարում է։ Ավետիս Մանուկյանն է ձեզ բազմաթիվ ծափեր, ծաղիկներ, սրտիկներ ուղարկել։ Նունե Սարգսյանն ասում է բրավո, կեցեք, այնպես որ դուք կարողացել եք նաև ուզել հանրային ռադիոյի սրտերը, ռադիո լսողների սրտերը, ես էլ հուզվեցի արդեն։ Ես նաև ուզում եմ խոսենք երեխաներից որևէ մեկի հետ, ով կցանկանա։ Ես որքան հասկացա, այստեղ ունենք նաև ակտիվ ռադիո լսող, կներկայանաս։ Անունդ մոռացա, հիշեցրու ինձ։ Այո։ Արման Մկրտչյան։ Արման Մկրտչյանը պարզվում է նույնիսկ զանգահարել է մեզ առավոտյան ծրագրին, ճիշտ է Արման։ Այո, սուրճուր նախագծին։ Ես հուսամ դու էլի կզանգահարես, չէ՞ մեզ։ Այո, ինձ դուր է եկել ձեր բոլոր հաղորդումները, անգամ երաժշտական առավոտները եւ սուրճուր հաղորդաշարը։ Ինձ թվում է երաժշտական առավոտը այսօրվանից ավելի է դուր գալու, չէ՞, որովհետեւ ի վերջո դու ելույթ ես ունեցել այստեղ։ Որովհետեւ այսօր մենք ենք ձեզ հյուրընկալել։ Հա, եւ հուզվում էիր ելույթից առաջ։ Իհարկե ոչ, որովհետեւ ես ռադիո առաջին իսկ անգամ չեմ գալիս։ Ահա։ Ուրիշ ռադիոյել եմ ես եղել։ Իմ համար արդեն սովորական է, որ ես պետք է դուրս գամ եթեր։ Ես պետք է բեմեր ելույթներում, հա։ Ներկայացնեմ երգ, հետո ինքս ինձ ես տեսնեմ արդեն on-line տարբերակով։ Ինչ երազանքներ ունես։ Իմ երազանքն է, որ յուրաքանչյուր երեխա գտնի իր ունենա իր տունը, ունենա իր հեքիաթային տունը, որտեղ կկարողանա ինքն իրեն լավ զգալ, ինքն իրեն կարողանա լավ մարդ լինել։ Իմ երազանքն է, որ բոլոր այստեղ գտնվողները ունենան իրենց տունը եւ ոչ միայն ես էլ եմ ուզում, ես ինքս արդեն այդ ճանապարհին եմ, որ ես իմ տուն վերադառնամ։ Եվ շատ ուրախ եմ ու Բա մենք ինչքան ուրախ ենք։ Ահա։ Ու ուզում եմ ասեմ, որ ինձ դուր է գալիս այս անտարված 12 գեղեցիկ համարները, որը մենք մատուցում ենք ձեզ, ներկայացնում ենք ձեզ։ Ես մի գաղտնիք բացեմ, իհարկե լավ եք անում, երազեք, բայց հիշեք, որ սա դա որտեղ որ դուք եք ապրում, դա էլ է ձեր տունը, եւ դուք եք հենց այդ տունը գեղեցկացնում ու ջերմացնում ձեր ներկայությամբ։ Դուք եք երջանկացնում մեկը մյուսին իրարով։ Սա միշտ հիշեք, խնդրում եմ, որովհետեւ վստահ եմ հետո որ մեծանաք, այս երջանիկ պահերն եք հիշելու ու դրանք լինելու են ամենալուսավորը ձեր կյանքում։ Հա? Ես նայում եմ ձեր անկեղծ ժպիտները իրականում եւ ասում իրենցից շատ բան ունենք սովորելու։ Այո, եւ ինձ մի հարցել է հետաքրքրում, դուք այսքան բան եք իրենց սովորեցրել, ինչ են իրենք ձեզ սովորեցնում։ Հիմա էլ են շարունակում։ Այդ դրա համար անցյալով չեմ ասում ներկայում։ Ամենակարևոր բանը, որ իրենք սովորեցնում են, քո մարդ մնալն է, հենց դա։ Այն սերը, որ իրենք քեզ տալիս են, դու զգում ես, միևնույն ժամանակ դու այսպես տարածում ես այդ սերը, դա ամենակարևոր բանն է։ Ու անշահախնդրություն, գիտեք, երևի ավելի շատ։ Այնքան կարևոր բան նշեցիք։ Որտեվ ինչ-որ լավ բան անելու համար, լավ հարաբերություններ ունենալու համար, անկեղծ լինելու համար, պարզապես սիրելու համար որևէ այլ երկրորդային շահ չկա ու պետք չի։ Ու այնքան հետաքրքիր է այս երեխաների մեջ այնքան շատ սեր կա։ Ու սա շատ կարևոր է։ Մենք լսում ենք տարբեր հարթակներով, տարբեր մարդիկ, բոլոր նախադիր ասում են սերը պակասել է, սերը պակասել է։ Սերը կա, նայեք ինչքան շատ է։ Այս բարակայում ավելացնելու բան չկա եւ Կարինե Առաքելյանն է գրում։ Ապրեք բոլորդ էլ, շնորհակալություն մեր սիրելի երեխաներ, ձեզ մեծ բեմեր։ Տեսեք ինչ լավ մաղթանքներ կան։ Ես որքան հասկացա Հայաստանի Հանրապետության տարածքով շրջագայությունները շատ են, դուք ակտիվ կյանքով եք, ակտիվ աստղային կյանքով եք ապրում։ Շեշտադրումը արեցինք հանրակրթական դպրոցների վրա, որովհետև առավել կարևորեցինք, եթե համերգային շրջագայություն, ուրեմն դա պետքա լինի հանրակրթական դպրոցներում,
առավել որ լինի շփումը աշակերտների հետ, մանկավարժների հետ ու դա մի ֆանտաստիկ հանդիպումներ են լինում։ Այ ոնց են դիմավորում երեխաները։ Գալիս են դիմավորում են, սայլակները տանում են, տեղավորում են, բայց process-ը։ մինչև համերգը ու համերգից հետո այստեղ լավ ու վատ դիմավորելու հարցը չի, պարզապես մարդկանց ընկալումները Փոխվում են ամբողջական։ Այստեղ խոսքը գնում է նաև ինքնաբերաբար ստացվում է ներառականության մասին ենք խոսում, որովհետև մենք հաճախ գիտենք, որ շատ դեպքերում, երբ խնդիրներ են առաջանում, ավելի շատ մեղավոր են ծնողները, քան երեխաները։ Նրանք ավելի բաց են, ավելի պատրաստ են։ Ես պարագայում կարծում եմ հիանալի բան եք ընտրել հանրակրթական դպրոցներից սկսելը, որովհետև հենց այնտեղից պիտի սկսվի անմիջական շփումը, ընկերանալը, ընկերներ ձեռք բերում են այդ ընթացքում։ Շատ ընկերներ ունեն իրենք։ Կապը պահում են։ Ծանոթանում են, այո։ ու նույնիսկ մենք խնդրեցինք հոգեբաններին, մանկավարժներին, որ աշակերտների հետ առանձին զրույց ունենան ու այդ զրույցը ծնողների թույլտվությամբ մենք իրենք ձայնագրեն ու փոխանցեն մեզ, որ մենք հասկանանք իրենք առանձին ինչ են զրուցում ու այդ երեխաների մտքերը պարզապես ուղղակի այն որ քեզ թվում է դա անիրական ինչ որ մի բան է ոնց են մեկնաբանում մերոնց այդ ծանոթությունը ոնց են իրենց արժևորում ոնց են իրենց բացերը գտնում իրենց սխալ ինչ որտեղ մտածողությունը ապրելակերպը ու այդ զուգահեռները որ են մյուս երեխաները տանում են մեր ճախրուկների հետ համեմատվելուց հետո, ծանոթանալուց հետո։ Ճախրուկները իրենք սերել սփռում են։ Այդպես է ստացվում ինքնամ։ Ճիշտ եմ, չէ։ Ահա, տեսնում եք։ Ում հետ ենք զրուցում, ասեք։ Բեկոյի հետ։ Ով է հիմա պատրաստ զրուցելու։ Այս գեղեցիկ փայլում է Դավիթ։ Դավիթի աչքերը, Դավիթ, ուր ես ձեռքդ բարձրացրու։ Դավիթը։ Դավիթը ինձ թվում է ամենաակտիվներից է, ճիշտ եմ նկատել։ Ճիշտ եմ, չէ, Դավիթ ջան։ Դե պատմիր մի քիչ, ինչպես ես քեզ զգում ճախրուկում։ Շատ լավ, հա։ Յուրահատուկ է իրենց։ Հրաշալի։ Ես նկատեցի, որ դու շատ հետաքրքիր գործիքների ես տիրապետում, բայց որ գործիքն ես ամեն ինչ շատ սիրում։ Այո։ Լավ, մենք այսօր կլսենք դա։ Հա, դե վերջ, կարևորը դա է։ Եվ հիմա դու ուղիղ եթերում ես, ինչ որ բան ունես փոխանցելու հանրայինի ռադիո լսողներին։ Չէ։ Դե ասա։ Ասա։ Լսում սորակալություն հանրայինները տոնին, որ մենք ստեղ ենք։ Իսկ ռադիո լսողներին բան ուզում ես ասել, սիրենք լսում են քեզ, կամ տեսնում են, նայում են։ Լսում եմ։ Չէ, նայում են, հիմա քեզ տեսնում են իմիջայլոց, այո։ Լսեն ձեզ։ Շատ լավ է։ Ես կարծում եմ հարգելի ռադիո լսողներ, եթե դեռ միայն մեզ լսում եք, ապա ճիշտ կլինի, որ նաև դիտեք, մուտք գործեք armradio.am կայք, դիտել կոճակը սեղմում եք եւ Facebook-յան հարթակում հայտարարում եք Հայաստանի հանրային ռադիո միանում լայվին, չեք մոռանում ձեր ջերմ սրտիկներն ու մեկնաբանություններն ուղարկել, որովհետեւ դրանք շատ կարեւոր են մեր երիտասարդ եւ շատ տաղանդավոր արտիստների համար։ Վարսիկ Միրզոյանն է սրտիկներ ուղարկել ձեզ։ Այո, շատ լավ է, որ ահա Գայանե Աղայանն է գրում կոմպոզիտոր, բարի լույս ձեզ, իմ սիրելի ռադիո Լուսինե ջան, ձեզ սրտիկներ է ուղարկում, այո, բարի լույս հարգելի ռադիո լսողներ, իսկապես սա այն օրն է, որ կուզեի ակտիվանայիք եւ էլի ավելի շատ ջերմ մեկնաբանություններ գրեք, որ հետո եթերից հետո Անահիտն ու Աննան կարծում եմ կընթերցեն, չէ, առանձնահատուկ երեխաների համար, որովհետեւ սրանք յուրատեսակ էլ ավելի թևեր են տալիս։ Ինչ լսենք հիմա։ Ալեղնին, բայց հենց մեր մշակմամբ, չնայած որ բոլոր կատարումներն էլ հենց մենք ենք մշակում։ Ես էլ ուզում ասել, այնքան հետաքրքիր տարբերակ եք մտածել։ Իսկ մշակումները հարմարեցնում եք իրանց հնարավորությունները։ Հենց իրենց ենք հարմարեցնում։ Հա, շատ հետաքրքիր մշակումներ են Ալեղնիմ։ Դե ինչ հարգելի ռադիո լսողներ, շարունակվում է երաժշտական առավոտը եւ շարունակեք գրել, ես դրանք անպայման կընթերցեմ, որովհետեւ ամեն ձեր ջերմ մեկնաբանությունից հետո տեսնում եմ, թե որքան են փայլում նրանց աչքերը, իսկ դրանից լավ բան չկա։ Այո, նրանք տեղով սեր են եւ սեր են սփռում այսօր հանրային ռադիոյի ուղիղ եթերում։
Կարծես թե պատրաստ են։ Հիմա ծափեր են հնչում մեր եթերում, շնորհակալություն, պաստորեն պարային խումբել ունեք, էլի, այդպես է ստացվում, պարային խումբել կա, ես նաև տեսնում եմ, թե ինչ ոգևորվածությամբ են երեխաները այս ամեն ինչը ներկայացնում, որը հասնում է նաև մեր ռադիոլսողներին, Հասմիկ Ավետիսյանը սրտիկներ, պաչիկներ, ծաղիկներ է ուղարկում ձեզ, սիրելի երեխաներ, Արմինե Հովսեփյանն է գրում, խոսքեր պետք չեն այս դեպքում, միայն հարգանք մանկավարժներին եւ Աստծո հովանին երեխաներից անպակաս լինի։ Ես ուզում եմ հասկանալ, արդյոք հետաքրքիր ավանդույթներ կան ճախրուկի ներսում։ Մենք հետաքրքիր ավանդույթներ ունեք, պաստոր, մի քիչ գաղտնիքները բացեք։ Շատ գաղտնիքներ չեմ բացի, միայն մեկը կնշեմ, որ մենք ամեն նոր տարվան մենք հավաքվում ենք եւ միասին ենք նշում, նոր տարին սեղանը միասին ենք գցում, ընտանեկան ջեր մթնոլորտ եք ստեղծել։ Այո, տոլմա ենք եփում, չնայած այս տարվա մեր համով ուտեսները մեր համոնա պատրաստ է, ես ուզում եմ Համոն է պատրաստ։ Շեշտեմ այն համես տղան, որ այնպես նստել է համո։ Համոն իմ վաղուցվա ընկերն է։ Ես Հարվերդի մանկատանը նկարանման ժամանակ համոյից հարցազրույց եմ վերցրել, ճիշտ ինքը չի հիշում, բայց այդուհանդերձ նա ինձ շատ էր տպավորել։ Փաստորեն խոհանոցում լավ զորքեր ունի։ Սետրակ Մամուլյանի մոտ իր խոհանոցում այժմ հոյակապ պատրաստում է։ Ձեր շեֆ խոհարարը ինքն է։ Ինքն է արդեն, այո։ Մի խոսքով փորձում եք ամեն առիթ գեղեցիկ տոն դարձնել, ճիշտ եմ։ Այո։ Եկեք այսօր էլ այդ առիթը բաց չթողնենք, որովհետև ես
տեղեկացա, որ դուք ունեք հոբելար։ Այո, Եվ մեր այսօր անունը։ ծննդյան տարեդարձ կա։ Հարգելի ռադիո լսողներ, շնորհավոր եք մեկնաբանությունների դաշտում։ Պատրաստ եք ձեր ընկերոջը շնորհավորելու։ Տես, գնացինք։ Արի էստեղ, որպեսզի բոլորը տեսնեն։ Ես առանձնահատուկ եմ քեզ շնորհավորում։ Մաղթում եմ երջանիկ օրեր։ Ահա, շատ առաջ մի գնա, որպեսզի քեզ ռադիո լսողներն էլ հնարավորություն ունենան տեսնելու։ Երբևէ մտքովդ կանցներ, որ քո ծննդյան տարեդարձը կանցկացնես հանրային ռադիոյի ուղիղ եթերում։ Տեսնում ես ինչ լավ է։ Շնորհավոր, առողջ եղիր եւ միշտ փայլիր տարբեր բեմերում ու այս գեղեցիկ ժպիտդ երբեք թող անպակաս չլինի։ Լավ, միշտ լինի քո դեմքին, առիթները շատ լինեն։ Երջանիկ եղիր։ Եվս մեկ անգամ ասում ենք շնորհավոր։ Իսկ դուք շնորհավոր եք մեկնաբանություններ դաշտում եւ իհարկե դրանք անպայման կընթերցեն ու ձեր շնորհավորանքները տեղ կհասնեն։ Այստեղ մեր ռադիոլսողները շարունակում են գրեն, արագ կընթերցեմ, հետո հաջորդ կատարմանն անցնենք։ Ավետիս Մանուկյանն ասում է ինչ ուրախ եմ կատարման համար, շատ եւ դժվար աշխատանք է կատարված, բրավո, ապրեք, առողջ եղեք։ Շարունակենք Սուսաննա Արաքելյանն ասում է ձեզ անսահման հաջողություններ, սրտիկներ է ուղարկում։ Ավետիս Մանուկյանը ծափեր էմոջիներ է տարբեր ուղարկում։ Կարինե Մկրտչյանն ասում է մենք ձեզ սիրով դիտում ու լսում ենք, սիրելի երեխաներ։ Այո, դուք հրաշք եք, կեցեք, մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք։ Ահա, մեծ հաջողություններ, թող իրականանան ձեր նպատակներն ու երազանքները։ Միշտ հիշեք, դուք արդեն սիրված եք, փոքրիկ արևներ եք, այս պահին էլ ձեր դեղինով ու ձեր գեղեցիկ ձայնով ջերմացրեցիք մեր առավոտը։ Եվ այստեղ Էդիկ Բաբուջյան է կրկին ծափեր, Նարիք Մխոյանն է ծափեր ուղարկում, Հասմիկ Ավետիսյանն ասում է շատ ապրեք մեր սիրելի, ինձ են Լուսնե ջան, նման բարեհաճ գործեր արեք, ես չեմ մեղավորը իրենք են ստեղծել այս ամենը, մենք ընդամենը հարթակ ենք տալիս, որպեսզի ներկայացնեն, թե ինչ կարևոր գործեր են արել։ Ես պարզապես ձեզ հետ միասին վայելում եմ այս երեխաների սերն ու ջերմությունը, նրանց անկեղծ ժպիտը, որ ամենտեղ չես տեսնի, ինչը շատ լավ է։ Լունասան անունով օգտատերն է գրում շնորհավոր բարի տարեդարձ ամենալավն ու բարին, տես շարունակում է շնորհավորանքներ ստանալ։ Գայանե Աղայանն ասում է ողջույններ Աննային եւ Անահիտին, ասում է դուք հրաշք եք, Լունան է գրում, այնպես որ այո դուք հրաշք եք, հիշեք, դուք ուժեղ եք, դուք ամենալավն եք, դուք շատ տաղանդավոր եք եւ ամենակարևորը որ այդքան մաքուր եք, այդքան սեր կա ձեր հոգում, չփոխվեք, երբեք չփոխվեք։ Ինչ ենք լսելու, մենք ունենք մոտավորապես 30 րոպե, հասկանանք քանի կատարում է մնացել այսօր որ ներկայացնենք։ Ունենք եւս 4 կատարում, կարծում եմ Դե եկեք արագ ուրեմն գնանք։ 2-3 գործ եւ հաջորդը Անջիգյարից հետո ինչ լսենք միանգամից։ Դե միանգամից կսկսենք, լավ։ Եկեք հիմա 2 գործ լսենք, որպեսզի հասցնեն մեր ճախրուկները ամբողջ իրենց ելույթը ներկայացնեն։ Շնորհավորում են։ Շարունակվում է։ Ես հուսամ դուք հարգելի Աննա եւ Անայիդ հետո հատ կընթերցեք շնորհավորական այս մեկնաբանությունները Արմինե Հովսեփյանն է շնորհավորում ծննդյան տարեդարձի առիթով եւ իրենք պատրաստվում են ինչ շատ դուր եկել նաեւ երաժշտական գործիքների ընտրությունը այնքան հետաքրքիր գործիքներ են ընտրել
Իսկապես ծափեր, հրաշքեք։ Փաստորեն պարային հատվածել ունեք, ոչ միայն երաժշտախումբ է, այլև երաժշտապարախումբ, այսպես կարող ենք անվանել։ Այստեղ on-line հարթակում շարունակում են ջեր ողջույններ ուղարկել ձեզ սիրելի երեխաներ։ Խոնարհում եմ հրաշալի խմբի մանկավարժներին եւ նաեւ հանրային ռադիոին են շնորհակալություն հայտնում հարթակ տրամադրելու համար։ Դուք գիտեք, մեզ համար շատ կարևոր են կարևոր գործերը եւ այդ կարևոր գործերը միշտ հայտնվում են հանրայինի ուշադրության կենտրոնում։ Ուզում եք էլի ինչ որ կատարում լինի։ Գնացինք։ Իսկապես բրավո, շնորհակալություն։
Աստորեն տաղանդաշատ ոչ միայն դաշնակահարուհի ունեք, այլև երգչուհի, հիացրեց ուղակի պարզապես։ Շնորհակալություն այս գեղեցիկ կատարումների համար ու յուրահատուկ կատարումների համար։ Այստեղ ռադիոլսողներն են շարունակում շնորհակալություն հայտնել։ Ավետիս Մանուկյանն ասում է ապշել կարելի է, բրավո, ծափեր է ուղարկում, սրտիկներ է ուղարկում։ Հրաչ Մարուկյանն ասում է շնորհակալություն երաժշտախմբի երեխաներին եւ հատկապես հիմնադիրներ Աննա եւ Անահիտ Մխիթարյաններին այսպիսի մեծ, դժվար ու պատասխանատու գործերի համար եւ շնորհակալություն է հայտնում նաեւ երաժշտական առավոտին հրավիրելու համար։ Մենք միշտ պատրաստ ենք, մեր դռները միշտ բաց են, հենց նոր, այսպես ասած, երկացանքը ամբողջական պատրաստ լինի։ Իհարկե մենք սիրով կրկին կհյուրընկալենք, հատկապես տեսնում ենք, թե որքան երջանիկ են եւ մեծ պատասխանատվությամբ են մոտենում ցանկացած ելույթի։ Ստացվում է այդպես, հա։ Եվ մենք ունենք 15 րոպե, կարծում եմ կհասցնենք, չէ՞, բոլոր երկու ստեղծագործությունները։ Չէ, պետք չի կրճատել, եթե էլի կան, երկուսն է մնացել, թե էլի կա։ 4-ը։ Մենք քիչ կխոսենք, շատ կնվագեն երեխաները, խնդիր չի։ Այստեղ ուզում էի նաև անդրադառնայինք, դուք ասացիք, որ երբ գնում են հանրակրթական դպրոցների համար ելույթներ ունենալու, տեսնում եք կտրուկ փոփոխություն առաջ եւ հետո ընկալումների տեսանկյունից, իրենց մոտ ինչ է փոխվել սկզբում երբ գալիս էին եւ հիմա։ Այս աճն եմ ուզում, փոփոխությունն եմ ուզում մի քիչ նկարագրեք։ Շատ վստահություն է եկել ու սկսել են իրենց որակել որպես երաժիշտներ։ Կարծում եմ սա գլխավորն է։ Արդեն ամփոփվում է ամեն ինչ դրանում։ Ու շատ լավ զգում են երաժշտությունը ու այդ վստահությունը, որ իրենք արդեն կատարող երաժիշտներ են որպես չգիտեմ, բավականին, էլի եմ ասում, շատ բան ամփոփվում է հենց այդ ինքնավորակավորման մեջ ամփոփվում է։ Կարևոր են իրենց զգում։ Սա ամենակարևորն է, չէ՞։ Իրենք մշակույթ են ներկայացնում, ազգային երգերաշտություն, անգամ հոգևոր ստեղծագործություններ ունենք, ուղղակի մեր ժամանակը չի բավականացնի, որ մեր ամբողջ ցանկը ներկայացնենք ձեզ, բայց շատ կարևորված են իրենց զգում, որովհետև իրենք մեր մի մասն են եւ մշակույթ են ներկայացնում, հայկական երգերաշտություն։ Ամեն մեկը տարբեր բնավորության տեր մարդիկ, հա, բայց իրար հետ, սա ամենակարևորն է միասին։ Միասինը շատ կարևոր է իրենց պարագայում եւս, որովհետեւ կարող ենք այստեղ ասել, որ երաժշտությունն է նրանց համախմբել։ Իհարկե հասկացանք, որ այլ հետաքրքրություններ էլ ունեն ձեր տաղանդավոր ճախրուկները, էլ ինչ հետաքրքրությունները վենց փոխում։ Առօրյա ունեն։ Կավագործությամբ են զբաղվում, մատորիկան են մեծ կավագործության արհեստանոց կա, փայտամշակմամբ են զբաղվում, Եթե ինչ-որ բաներ բաց թողնեմ, ասեք էլ ինչ եք սիրում։ Գորգ։ Գորգագործություն։ Գորգեր եք գործում։ Ես վստահ եմ, որ դու լավ ես գործում, այլ տարբեր։ Մենք այսօր մեզ հետ բերել ենք մեր կավից պատրաստված աման չամաններից ձեզ համար, նաև կրծքազարդ։ Մոտենամ խոսափողի նոր խոսեմ, հիացած եմ ուղակի, չգիտեմ որքան կկարողանամ ցույց տալ, բայց սա միշտ կլինի ինձ հետ։ Եվ ես հպարտությամբ այն կգրեմ, որովհետև սա ձեր ձեռքի աշխատանքն է։ Ինչքան գեղեցիկ են պատրաստել։ Այս ամբողջը դուք եք արել, հա։ Իսկ ինձ կսովորեցնեք։ Երբ գաք մեզ մոտ։ Ես խոստանում եմ, որ ամեն ինչ կանեմ, որ ինչ-որ մի օր հայտնվեմ կրկին ձեր հեքիաթային աշխարհում, որովհետև դռներից այն կողմ այլ մոլորակում կարծես հայտնված լինես։ Խոստանում ենք, որ համոն շատ համեղ բան կպատասխանի Համոն լուր է։ Համոն համեստություն ան։ Այստեղ ուզում եմ նաև առանձնահատուկ նշել, որ իսկապես Խարբերդի մասնագիտացված մանկատան դռներից այն կողմ կարծես այլ մոլորակում լինել, որտեղ չկա չար, որտեղ ամեն ինչ բարի է, անշահ խնդիր է, ինչպես դուք նշեցիք, որտեղ մարդիկ երջանիկ են ու զբաղված են կարևոր գործերով։ Սա շատ մեծ նշանակություն ունի
Եվ հավատացրեք, որ դուք մեզ այսօր եւ ռադիոլսողներին այնքան եք ջերմացրել, նույնիսկ ձեր մտքով էլ չի անցնի դա։ Ինչ լսենք հիմա, որովհետեւ քիչ ժամանակ ունենք։ Երևի երկու կատարում Մշոգորանի եւ Ախմայրում։ Վերջում եթե ժամանակ մնա, մի գործով էլ կփակենք։ Շատ լավ։ Գնացինք։
Այո, ծափեր են հնչում մեր եթերում, ունենք վերջին 2 րոպեն, եթե կուզեք երգով էլ կեզրափակենք ծրագիրը։ Միայն վերջում մեր ռադիոլսողներին հիշեցնեմ, հարգելի ռադիոլսողներ, այսօր երաժշտական առավոտի հյուրերն էին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Խարբերդի մասնագիտացված մանկատան Ճախրուկ էթնո երաժշտախումբը եւ իմ զրուցակիցներն էին Ճախրուկ էթնո երաժշտախմբի հիմնադիրներ Աննա Մխիթարյանն ու Անահիտ Մխիթարյանը։ Ես Լուսինե Մուրադյանն եմ եւ շատ երջանիկ հրաժեշտ եմ տալիս ձեզ։ Շնորհակալ եմ ձեզ հրաշք տաղանդավոր ճախրուկներ, որ այսօր զարդարեցիք հանրայինի եթերը։ Իսկապես մեծ բավականություն ստացանք։ Ահա։ Եկեք, մենք միշտ սպասում ենք։ Վերջ, կարևորը ձեզ դուր է եկել, մեզ էլ է դուր եկել, շնորհակալություն։ Դե ինչ հարգելի ռադիոլսողներ, ճախրուկների կատարմամբ եւս մեկ ստեղծագործություն կլսենք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս մինչ մյուս շաբաթ առավոտ երաժշտական առավոտ եթերում կլինենք, այնպես որ մնացեք հանրայինի հետ։ Բարու